Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թվականի 9 ամիսների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15.7%-ով ավելի է նախորդ տարվանից։ Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով։ Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13.6%-ով, սպանության փորձերը 44.4%, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները 26.2%-ով։ Միևնույն ժամանակ 58.3% նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով։ Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը 83.7%։ Զենք զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով։ Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք, ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9 բացահայտվել են։ Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12.1%-ով, կազմելով 69.2%։ 5.1% աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Նախկինում կատարված կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք, նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է։ 2013 թվականի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ։ Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը։ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ։ Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին, ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի։ Մենք ունենք նորմալ գրանցում, հանցագործությունների նորմալ գրանցում ունենք։ Ես գտնում եմ, որ լավագույն ու մեծ հաղթանակ է, եթե 13 թվի այ գնահատականին ես առայժմ տամ, սա այն է, որ մենք չենք թաքցնում։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին։ Դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը։ Ես գոհ եմ այն շնչից, այն մթնոլորտից, որ այսօր Երևանի ոստիկանությունը ստեղծում է քաղաքում։ Լավ մթնոլորտ է ստեղծում, արտաքին ծառայությունը լավն է, օպերատիվը աշխատում է, ունենք թերություններ, գիտեմ ոնց դա կարելի է վերացնել ու գիտեմ, որ դուք դա անելու եք, դուք այդ ուղղությամբ աշխատում եք։ Ինձ մնում է շարունակել հավատարմորեն ծառայել ձեզ, ձեզանից էլ խնդրել, որ դուք ծառայեք այն գործին, որի համար կանչված եք։ Բայց տղեկ հետ չկանգնեք ու չկանգնեք նույն տեղում։ Հենց կանգնեցիք ռեգրես է սկսելու։ Պետք է անդադ շարժվել պրոգրեսի համար։